Սիրելի հետևորդներ ջան, բարի լույս, բարի օրհնյալ կիրակի մեզ բոլորիս։ Այսօր հաճելի օր ա բացվել իմ համար, հով, զով 18 աստիճան ա, հեչ էլ չես ասի, որ ամառ ա, այնքան հով ու զովը, այնքան հավեսով եղանակ ա, դեռ երեկոյից սկսած շատ զգացի, որ եղանակը հով ու զով ա, ոնց տեսնում եք երկրորդ հարկի իմ ննջասենյակում եմ, շատ սիրում եմ այս տարածությունը, այս տարածքը, այս սենյակը ու իմ տան ամեն մի անկյունը, ճիշտ ամեն անկյունում էլ գործ կամ, դեռ չեմ հասցրել իմ սրտով անել, դնել, հավաքել, մանրակրկիտ ձևով, բայց Աստծուն փառք, այնպես էլ չի, որ սենց փնթի, թափած, չգիտես թե ինչ, չեմ իջել ներքև, ինչ բանա բլոգերի տունը, վերևի հարկում էլ, ես շտատիվն ունեմ, նաստոլնի է շտատիվա, այ, լուսամուտից դուրս նայենք, սիրելի հետևորդներ ջան, ու տեսեք ինչքան մռայլ ամպեր են ու ինչ անմխիթար վիճակ ա այն հայաթում էլ, խոտը եկել հասել ա իմ բոյի, պայմանավորվել եմ, սպասում եմ, որ գան հնձեն, այստեղ այսօր գիտեք ինչ եմ պլանավորել, ընդեղ բացել եմ պահարանը, որ օդափոխվի, քանի որ այնքան արև չի, որ ես մի հատ հանեմ, փոշիները մաքրեմ, գոնե տենց բացել եմ օդափոխվի, իսկ այստեղ, այս դարակները, այսօր ուզում եմ վերանայեմ, հեսա Ալեքսիս փոքր շորերը առանձնացնեմ, ստեղ էլ նորերն ա, նույնը նաև ըստեղ նայեմ հասկանամ ինչ եմ անում, ոնց եմ անում, որն եմ օգտագործում, սենց հեսա հերթով դրածան, այդ չի որ սենց խառատուշ վիճակ ա, բայց ուզում եմ մի հատ թարմացնեմ, ստեղ էլ բացեմ, թող սենց օդափոխվի, ընդեղ իմ պայուսակներն ա, սենց մի խոսքով, սա թողանք, որ օդափոխվի, հետո գնանք, ստեից էլ բացեմ երևի, ինչ կասեք, ստեղ էլ չրիս ապարատն ա, որ դեռ չեմ էլ օգտագործել, այս էլ սենց, բացեմ, որ օդափոխվի, եկանք հասանք հյուրասենյակ, քամի ա թեթև, ուստեղ այս սենց իրավիճակ ա տիրում, այսինքն հարթուկ եմ արել, այս ընթացքում նես չի, որ վաբշե չէի արել, մի անգամ էլ էի արել, բայց այս մանր շորերը թողել էի, զուտ են պատրվակով, որ համ դարակները վերանայեմ, համ էլ դե հով, զով, մի խոսքով, շորձիկ, մորձիկ, ինչ կա չկա, ամեն անգամ ասնեմ, այս մայկից հրաժարվեմ, ամեն լվալուց ավելի ա թազայանում, ինքն արդեն 3 տարեկան ա, չի փչացել, չի լոճվել, ոչ մի բան չի եղել, ու մի տեսակ ձեռս չի դնում, որ հետ կանգնեմ էլի, սենց ասեմ, ստեղ Ալեքսի շորերը, մի խոսքով, սենց խառաբաներ, այս շորի որակը ժատատիպ ա, դրա համար ներսից թեթև հարթուկել եմ, ու ինքը տենց պիտի մնա, ախ սիրտս չի տալիս, բայց հետ քաշեմ լուսամուտը, մի հատ նայեք ինչ ա կատարվել,
Ինչա արել կարկուտը։ Հələ։ Այդ թե ինչա արել։ Այն լուսամուտագոգը բաղնիքի ներքևի, վերևինը չէ, վերևինը դե իդեալական սարքել էինք բրծել, այն ներքևինը չենք հասցրել ու հմի վարպետը նորա սարքել, չգիտեմ, հույս ունենանք էլ ջուր, մուր, տենց բաներ չի անի, ես դեռ են հայաթել չեմ անցել, սիրտս չի տալիս, որովհետև այ էս մի պատը, էս պատը, հենց մեր էս պատը, ոչ թե են պատը, այ էս պատը, այսա, ավելի խայտարակ վիճակով է փչացրել կարկուտը, սիրելի հետևորդներ ջան, բայց դրա կողքին, որ հիշում եմ հարևանիս գառներին ինչ տեսակի վնաս էր տվել, ասում եմ Աստծուն փառք, թեպետ նենց չի, ինձ չի տվել վնաս, մենակ բանվորի վարպետի փող պատերը ամրացնելու համար հետի պես 400,000 դրամ փող ենք տվել, հետի պես, եթե ոչ 500,000, այստեղ ես եմ ձեզ ողջունում, հետո դուս գնանք, Ալեքս ջան, ասելա բացի էլի են դուրը մի հատ կոֆե թե մախբերականով, դու էդի ես նապակ հորոշն չեմ, Էսին Բաղաս ուսացիների բաժանորդներ, ոնց եք լավ եք, ես լավ եմ, մեր դու բաց եմ, ես հորոշն չեմ, մի հատ նայեք, ինձ սև ու մութ ամպեր են հավաքվել, առավոտն էլ անձրև եկել, չորացել, եկել, չորացել, հա, լավ բացի, հա, սիրում բացի, ուշադիր, սիրելի հետևորդներ, քամին, կարկուտը, էս էլ ավնասել, պոկել, հեսա, Էսեք թեքել է, Շոտ, չէ, բաղաս ուսացիների բաժանորդներ, ոնց եք լավ եք, ես լավ եմ, գնադ է, բայց, չգիտեմ, երևի էլի, հիմա սիրելի հետևորդներ ջան, եկեք դարակս բացեմ, ուրեմն առավոտ շուտ գայթակղվեցի ես սիրուն բաժակով, դե կոֆեի պատրաստություն էի տեսել, Ալեքսին ասի իջի ներքևից կոֆե բեր, ճիշտ աստեղ ես միշտ ունեմ, միշտ, բայց թե քանի տարեկան, հա, քանի ամսական կոֆեի է, ինձ թված մի տեսակ հնացած կլինի էլի, Ալեքսս գնաց բերեց, ստեղ սենց էլեկտրական էլ ունեմ, սպունգ ունեմ, մի խոսքով ինչ որ պետք է, այն խոհանոցը դե չեմ օգտագործում, սենց բաժակներ ունեմ, սիրում եմ այս շկաֆի դասավորությունը շատ, էս ունեմ, ու գայթակղվեցի, ասի սրանով կոֆե խմեմ, հետո էլիսա վերցրի, ոնց հիմա, կոֆին լցրի, ջուրը չափեցի, սրան է բաց թողամատկիս, են նայել ունեմ, հենա սիրուն դրած, շատ սուրճի բաժակներ ունեմ, իմ թուլությունն է, ստեղ իմ արդուկ յատյալն է, միշտ հարթուկելուց հետո գնում եմ, որ խոնավությունը դուս կա, ընդե իմ հարթուկն է, եկեք սեղան, մեղան, այս տարածք մաքրել եմ առանց ձեզ, որ կարողանամ կոֆե խմեմ, սիրելի հետևորդներ ջան, բալկոնը ինձ սիրուն ակուրատնի ձևով սարքվեց, ինչև է, ստե Ալեքսիս ճոճանակն է, երևակայի շուտով կհանեմ,
Տենց, ոյ, այս ինչ ծանր էր ոտը։ Եկեք ստեից կոֆե էփենք։ Ահա, դեմքով ձեզ բալդուս ասեմ, սիրելի հետևորդներ ջան։ Տենան որն եմ բացելը։ Ահա, точно բացեցի։ Ու տեսեք, թե ստեղի կոֆեն, այ մամա ջան, վարկյանական էփելու է սա, վարկյանական, սա դե հին թվի գազա, մենք խոհանոցա, մի խոսքով, պարեր մարեր պտի հավաքեմ, գործ էլի լիքը, ինչքան ուզես գործ կա, ինչքան ուզես, գործն ինչ հավոր չլի, էսա, մի րոպեում վարկյանական էփի, սիրելի հետևորդներ, նայեք արդեն խշշոցն եկավ, երևի սա որ հին սիստեմի գազա, ինչ որ մի բան ուրիշ ա էլի, չեմ հասկանում, չգիտեմ, եղանակը այնքան հով ու զով ա, որ իսկը քախան անելու եղանակ ա, բայց թե ես քախան չեմ անելու, որովհետև որ տարածքը, որ ուզում էի սիրուն մաքրել եմ, ծաղկանոցի մեջ էլ որ մտնեմ քախանելու, հողը այնքան խոնավ ա, որ ոտքս դնեմ այդ խոտոտ հողի վրա, ինքը կտապկվի ու չեմ կարա քախանեմ, դրա համար հլա որ կմնա, մինչև տենամ գլուխս ինչ ա գալիս։ Հիմա մի բաժակ կոֆե խմենք, իջնեմ ներքև Աստված ջան յարապ կգա այն օրը, որ ստեղ էլ խոհանոց ունենամ, այն կողմի վրա, ոնց գիտեք, ուզում եմ ունենամ, ու միանգամից տանից մտնեմ, գնամ խոհանոց, օպա, էփեց, տեսակ, մի րոպե ուղիղ, ու իմ կոֆեն էփեց, փակեցի չէ, կովից շատ վախում եմ, բայց չանի մի բան անի, այ ջան, սվաբոդա, այս մաքուրոթը, իսկ ներքև, սիրելի հետ ընդե Ալեքսը լողացել է, սրբիչն ենք գցել, օխայ, այս ինչ լավ աստեղ, անբացատրելի, եկեք կոֆե խմենք, ես կախվածություն եմ ձեռք բերել այս բաժակների հանդեպ, ոնց անեմ, որ ձերբազատվեմ, չգիտեմ, երեգիրի կունա, շատ սիրուն, դրի հարթու կարի, մանուշակիս վլոգի ներքո, միացրի շատ սիրուն ձևով ու սկսեցի իմ հարթուկի գործը, սիրուն հավեսով մանրակրկիտ ձևով, այսօր պլաններումս միմիայն ունեմ են, որ մազերս ներկեմ ու Ալեքսի հետ մի քիչ դասերով եզնենք, մի քիչ գրավոր գրենք, մի քանի տող, մի քիչ էլ գիրք կարդանք, այդքանը որ անենք, ընտիր գործ կլի։ Հովա, բայց տոթա սիրելի հետևորդներ, այ մեր լորվա
բնությունը էդ է, կլիման էդ է, ավելի ճիշտ։ Ու այս տարի ոնց նկատում եմ հանգստացողները շատ քիչ են, շատ։ Երևի թե նայում են եղանակի տեսությունը, ստեղել եմ երկարացման շնորհ, ու հասկանան, գան, չգան, մնան, գնան, ու Երևանի տաքությունն ու չորությունը սիրող մարդիկ շատ դժվար կհամակերպվեն ստեղի խոնավության ու տոթի հետ, այդ ուրիշ բան է։ Ու ոնց նայում ես, շատ քիչ է, քիչ են հանգստացողները։ Ու մեր քաղաքի մարդկանց համար ինձ թվում է վատ է էլի, մարդիկ իրանց լումաններ են դրել, վերջը, սննդի կետեր հիմնել, հյուրատներ սարքել, ոնց նայում ես, այս տարի իրանց չի արդարացնում, տենանք օգոստոսը ոնց կլինի։ Թեպետև պարոն Սուրենյանը ասում էր, որ ամսինից հետո տաքոսանքներ են գալի, բայց մեր լորին անձերին, այն որ ոնց որ կայանման կենտրոն լինի, անընդհատ անձրև, անընդհատ։ Մեծ հաճույքով կուզենայի ներքևիս անկողինները հանեի, արևին տայի, տաքացնեի, ոնց են ասում, մի հատ լավ հավեսով տեղը տեղին ու բոր կանեի, բայց լավ որ տենց բաները չեն կանում։ Իսկ վերևը դե չորա, ներքև մի քիչ խոնավություն կա, որովհետև առաջին հարկ, գետնի վրիտուն, կոպիտ ասած, ու սենց բաներ, զատո փոխարենը ձմեռը շատ տաք է, շատ։ Ջան, կոֆեից լավ բան մեկ էլ կոֆեն է, առավոտ բարելուսով, ով կասի, որ օրինակի համար քաղաքի կենտրոնում ապրող մարդ եմ, փողոցը մեզնից այն որ մի 100 մետր էլ չի հեռու, բայց այս պահին, սիրելի հետևորդներ, ես նստած եմ այս տեսարանով, ծառերի մեջ, բաց պատշգամբը, հավես ու լավ տեսարանով։ Այսօր ուզում եմ սարցախցիկը, լոբի ունեմ դեռ, թարմը լոբին է, ինչքան վաղտա դուրս է եկել, դե մի ամիս ու կես ես տանը չէի, այդ դրա համար տենց եղավ, այնա վերջին լոբին է օգտագործեմ, մի հատ հավեսով, դուս կամ մի երկու թեթև գնում ունեմ անելու անեմ, այ ճանճեր կան, բայց կծան, ու կամ տուն, ու հիմնականը մազերս եմ ներկելու, ներկը ունեմ, տենանք ինչ ենք անում։ Ու Ալեքսի գրավորով զբաղվենք, մի քիչ գրենք, որ իրան ոնց բացատրեմ, ազատություն տա, բայց չմոռանա էլի, որ գոնե մի պուճուր, բայց գրելը պետք է, ու պարտադիր ոչ թե պետք է։ Մի արտակարգ պատահարայել է։ Ես իմ համով կոֆեն խմեցի,
բալկոնի բացումն էլ արեցի։ Հիմա իջնեմ ներքև։ Մտածեմ ինչ եփել այսօրի մասին։ Կանաչի չունեմ, սող չունեմ, հա, կարտոֆիլ ունեմ։ Մի խոսքով բանջարեղեններ ունեմ, հիմնականը կանաչի ու սող չունեմ։ Տենամ այդ մահանում էլ ինչ եմ գնում առնեմ։ Էնպես որ Ինչ-որ մի բան եղել է։ Էնպես որ ես գնամ իմ գործերով, դուք էլ ձեր, ու թե որտեղ կհանդիպենք, ցույց կտա իմ խաբար բզիկը։ Էնով է Ալեքս։ Հա։ Բայ Ալեքս ջան։ Մազերից հարցերը լուծելուց հետո մատնահարդարի մոտ եմ գնալու ու ապրեմ իմ բնականon կյանքով։ Լավ վարդավառը, Ալեքս ջան, լավ վարդավառ։ Սիրելի հետևորդներ, պարզվեց, որ այսօր վարդավառ է, բայց մեր մոտ հեչ վարդավառի նման չի, հեչ։ Ոչ մի դեպքում, ստեղ ինչ եմ արել, այն գիլասը, որ առել էի, դեռ ունեմ, բնավորությունս գիտեք, 2 ջուր լվացել եմ, 3, եթե ոչ, հետո թողել ջրի մեջ, ու այսենց, հավեսով, համով, դնեմ, որ անուշան ենք, ինչ կասեք, ովքեր են սիրում, եկեք, համեցեք, միասին անուշան ենք, շատ քաղցր, շատ ընտիր, գինն էլ հարմար, ծիրան, մտքիս ծիրանն է, մնացին կան ծիրան, բայ մաման քեզ ջան, առ ախպերո ջան, համեցեք, պարոն աղա ջանով, անուշնի, ոչինչ, ինչքանը կուզես, են էլ օրվա մեջ կուտես, ստեղ ավիլային գործեր եմ արել, վերև եմ շատ գործ արել, շատ շորերի հետ խաղացել, ես ասելու եք շորերի հետ չեն խաղան, բայց մեկ էլ խաղում են, դասավորում են, այտենց շատ էլ թե արև չունեմ, հանել եմ օդափոխության հենա, դենիկայի կուրտկեքը, իմ էտ դուբլյոնք են, որ տենց էլ չհակա, շուբաս, մի խոսքով, ու այ թե այսօր վարդավառ, զանգեցի Մալինայի տղուն, ասում եմ, ապեր ջան, ոնց ա չբերիր Մալինեն, այսօր էր էլի օրը, ասում է, Քիրիկ ջան, որ այսօր վարդևոր է, դրա համար չեն աշխատում, այ թե վարդևոր, ախ լայս իմ սիրուն են, լավ վարդևոր է, չէ, սիրելի հետևորդներ, ցրտոտ է, որ դուս գաս դռանը նստես, ցուրտ է, ինչև է, տուն գնամ, համ հոնքերի շտկում անեմ, ձեռի հետ էլ գիլասս անուշանեմ, ու օպա, նոմ ինչ եմ անում, սենց, լույսերն անջատի ազիս, մյուսն էլ, խոհանոցինն էլ, այս ելի հետևորդներ ջան, ուրեմն ուրախ զվարդ, հավեսով, տուն եմ եկել, ու այսօր պլաններս լրիվ փոխվեցին, լրիվ, էտա վարդավառի վիդեոն առանձին կներկայացնեմ, հա, ուզում եմ համ կոֆե եփեմ, համ վարդավառից հետո
մինչև Ալեքսեի համար չկմեր, հա, սենց ասեմ։ Ես էլ ձեռի հետ մի կուճուր առևտուր եմ արել, էսա երկրորդ կոֆես դնեմ ու ցույց տամ, առավոտից ասեցի, չէ տալը որոշ բաներ բացակայում է, թաղը մեր են խաղում, բայց չեմ թողա, տակի թաղի երեխեքն են եկել, չեմ թողա, այլ Ալեքսը դուզ գա, տակ լողացավ, երեխեն վախում եմ 10 աստիճանին հրաբոր լավ ռիսկ արի, որ գնացինք, ես թաքցնում էի Իրանից, են եմ կոպիտ ասած, մաման խոբած տվեց, չուզեց թորը հետ մնա, չուզեց, պատկերացնում եք, ինչպիսի ջերմ հարաբերություններ են տատի ու թորը, էս, հմի, էս սենց հանենք, էս թասım երդակայի, ես երկու բանջարել են մաքսել, սիրելի հետևորդներ ջան, համ մաքսել, իրար հետ սրուց հանենք, էստեղ շուտվանից էի առել, էստեղ են օրներ, որ առել էի, խոշոր ընտիր կարտոֆիլ, հատ ընտիր, ինքան էլ համով լավ կարտոշկա է, առևտուրս էսա, մի կիլո սող, 2 հատիկ բադրջան, ինչը սիրած, չեմ կարում սիրեմ, հոզորով չի, մի լավ կապել համեմ, համենց հետապանից, հետքան է թարմը չէր, բայց թանից համեմ, ունենք էլ ինչ ունենք, ուզում եմ, հա, բիբար հետ համեմ, ուզում եմ երկու տակ ճաշ դնեմ, չեմ կարում է շտատիվի հետ, ես յոլա գնամ սյոտքի, հենց ես, երկու բիբար, լավ էլ թարին է, այդ մարդը ճիշտ է ասում պաստար, սմբուկը չի ուզում գինը իջացնի, Երևանում եմ, որ 100 ու 150 դրամ է պամիդորը, սիրելի հետևորդներ, մեր քաղաքում 250 էր այսօր տարել, հեչ գլխի չեմ, թե ինչի համար, դրա համար էլ ես իմ նախընտրած տեղերն ունեմ, կոպիտ ասած, տոճկերն ունեմ, ու գիտեմ էլի, որտեղից ինչ առնեմ, որ ճիշտ տվի, շատ թարմ էր, լավա ուրախացա, որ թարմը, սմբուկը 600 դրամ էր, այդ այազար բանալում, չի ուզում իջնի, ես լավ հավեսով սոխ մոքրեմ, դե հերիքա, պես ուղարկեմ ստեղ, սիրամ ուղարկեմ ստեղ, սոխը կծու էր, սիրամ ստեղ, այ ենքան շորեր եմ հանել, ենքան շորեր, որ Ալեքսին փոքր է, ունեմ ծանոթ աղջիկներ, որը որ շատ շնորհքով է, ասենք, տեսքը լավ տեղն է, տալիս եմ, մի խոսքով էլի, որն էլ չէ, ինչ որ մի բանը
անկյուն փայլացնում եմ ու դա եմ գցում։ Ամի ասի մի հատ հավեսով ժողով լոբին 650 դրամ էր, ես սարցախցիկն ունեմ դեռ, էդ իմ վերջի լոբին է, ենա էդ էլ կօգտագործ եմ, ինչև էդ էլ երևի թե գինը կգցի ու արդեն խանութից թե գցի, թե չի գցի, միևնույնն է առնում ենք, ոչ ենք մնա հարկաստի, ամեն ինչից էլ մեր ուզածի չափով օգտվում ենք, Յոթ հավեսով տնավարի, հայավարի, հավեսով, ջիգարով, 2-4 մետր մաքսեմ հերիքա, բանջարեղենային, ճաշեպ եմ, կարտոֆիլը որ չլեր, կասեի ռագու, անձրևին 5 ապակաս գիտեք, չէ, Ես են սարքով չեմ կարում որ մաքրեմ, չհարմանվեցի այդ սարքերի հետ ու սենց եմ մաքրեմ Հեշտ ու հանգիստ Այ կոֆե ջան Աբրիս, որ չթափիր, շատ աբրիս, այս է, Սա կգնի իմ վերջի կոֆեն, ճարդեն լղամ, չապեն, ես երկու ամանն է սրպեն, մինչև էլ ջուրը մնա, ջրի մեջ մնա, բանջարեղենը մի քիչ, քանի որ ջրի մեջ մնալով բոլորս էլ գիտենք, որ համ սմբուկին է պետք, համ կարտոֆիլին, այդ ընթացքում ես վարդավառի վիդեո մոնտաժեմ, շատ տպավորվեցի, շատ ուրախացա, շնորհքով տեղին, երեխեքի հետ խաղում էին, հրշեջ մեքենան կանգնած, շտապօգնությունը կար, պարեկների մեքենան կար, մակարդակով կազմակերպված միջոցառում էր, ի շնորհիվ մեր քաղաքապետի Ես կոֆես առանց ձեզ խմեմ ու հեռախոսիս հետ գործողություններ անելով Սիրելի հետևորդներ ջան Ստեղ սենց համով ճաշ եմ էփել ու սա այն ճաշն է, գիտեք չէ, որ համ սառն է ուտվում, համ էլ տաք է ուտվում, կարագով չեմ էփել, բուսայուղով եմ էփել, որ
պահի տակ մարդես, եթե սիրտը դուզի, սառն էլ կարողանանք ուտենք, հույս ունենամ, որ օրը այնքան շոկ կլինի, որ կասեմ կարող է սառը լցնեմ, իսկ այսօր, սիրելի հետևորդներ ջան, դեռ առավոտից էր, ասում էի չէ, 18-20 աստիճան, հիմա եկեք ցույց տամ, այն որ ոնց որ խորաշուն լինի դռանը, այդ ձևի եղանակա, անձրևն եկավ, մաղեց, կտրվեց, նորից եկավ, նորից կտրվեց, ես կամպոտներս տարատեղավորեցի, հեսա հայաթը միտեղ չորացել է, միտեղ դեռ կա, ինչև է, էտա բնությունն էլ է փոխվել, ամենայն դեպս մեր լորվա տարածաշրջանը, ոնց հասկանում եմ, դեռ կարգին ամարտ չի ելե, այդ է ամենազարմանալուն, հիմա, քանի որ 7-ը անցա ու տպավորություն է, որ էսա կլինի ժամը 9:10, բայց դեռ 7:05 թե 10 էր, այս միշտ սենց բաց եմ թողում, որ օդափոխված լինի, այստեղ եմ, էս իմ Ալեքսը ոնց հասիրում, դռները փակ պահի, դրանից եմ ուղղակի զարմանում, եկա լոգարան, ուզում էի ասեմ խոհանոց ոստված, մազերիս ներկը հանեմ, հեսա, այս ներկը, բավոտ ամանն ու վրցինն էլ հանեմ, ընտի աղջիկ կլեմ, ես, սա ենքան լավ բան է, լողանալուց առաջ ու հետո Ալեքսը օգտագործում է, կապում իրա վրա, մտնում լոգասենյակ, մի խոսքով, ես էլ ես տակինն էլ, իմ մազերի ներկի շորն է, ես ամեն ինչը վերցնեմ, սիրելիներս դուքեք, գնամ մազերս ներկելու, հարևանս գալու է, մազիկներս ներկելու է, գոնե մի բաց թողամ լուսամուտը փակել եմ, անձրևի խաթեր ու ստիպված դռներն եմ բաց թողում, որպեսզի օդափոխված լինի, անմիջապես ծորակի մոտ Ալեքսի սրբիչն է, այս էլ իմն է, մի խոսքով էլի, մանրուքներ է, բայց կարևոր ու պետքական, սենց բաներ, հիմա մինչև լցնեմ, շաղախեմ, ստե լվացքել էի միացրել, մի հատ էլ դնեմ պտտվի, սեփական տունը դրանով է էլի լավ սիրելի հետևորդներ, ալև անձրևը չի խանգարում, թո պտտի տակ չսավ, որ ներկն էի արել, ներկս փոխել էի բայթե, մորֆոս, հա, միացուլիկով, անցա գործի,